այդ գեղեցիկ բառը հեղափոխություն, դաշնակցությունը ոչնչացրեց։ Այդ բառը եթե դուք ընտրեք, հավատացեք ժողովուրդը ձեր հետևից չի գա։ Ձեր անունը ավելի գեղեցիկ է։ Մարտական միաբանություն, հանեք եղբայրություն, որ կանայք էլ կան, բայց մարտական միաբանություն շատ գեղեցիկ է, գեղեցիկ բառ է հեղափոխությունը, բայց լինելով այդ կուսակցության մեջ մի քանի տարի եւ հեռանալով, այդ հենց այդ իրանց նայելով, հավատացեք չկա ժողովրդի մեջ սեր հեղափոխություն բառի նկատմամբ։ Պատասխանեք խնդրեմ։ Հարգելի Երան։ Բարև ձեզ։ Ուրեմն ինձ ճիշտ ասած sense մի քիչ փիլիսոփայական պիտի պատասխանեմ, բայց հայերենում էլ հասկացություն չի մնացել, որ այլանդակաշ չլինեն, այդ իմ ընկալմամբ եմ ասում, էլ լուսավոր, էլ բարգավաճ, էլ չգիտեմ ինչ, բայց մի բան կա, որ ազգային հեղափոխություն անվան հետ կապված Ես ճիշտ ասած կուզեի այդ հեղափոխություն հասկացության վրայից մաքրվեր այն ինչ որ կպելա։ Կարող է շատ դժվար բայց նաև 18 թվականի իրադարձություններն են կոչվել հեղափոխություն ու մինչև հիմա այդպես հորդորվում են մենք հեղափոխություն արեցինք եւ այլն, բայց բուն այդ երևույթի էությունը այդպես է տեղի չի ունեցել, մի քիչ մշակութային է եւ երևի պետքա երևույթների մասին մեր պատկերացումները ոչ միայն հեղափոխություն հասկացության մասին, շատ երևույթների մասին, մի հատ պետքա քցենք բռնենք, թե ինչի ենք այտենց մտածում։ Այս է ուզում ասել։ Ցեք կնգնի չի բարձր։ Ձեր մտահոգությունը իրականում շատ հասկանալի է, բայց երևի պետք է բացել դրա իմաստը, որ հեղափոխություն ասելով ի նկատի ունենք ոչ թե հեղափոխությամբ իշխանության գալը, հեղափոխական մեթոդներով, այլ իշխանության գալուց հետո արմատական փոփոխություններ իրականացնելը, այսինքն հեղափոխական փոփոխություններ իրականացնելը։ Եվ պետք է նաև հաշվի առնել, որ լուրջ հեղափոխություններ իրանք արժեքային փիլիսոփայական փոփոխություններ են բերում, դա էլ տեղի ունենում տարիների ընթացքում, օրինակ ֆրանսիական հեղափոխությունը ինքը 1 տարի չէ որ տեղի ունեցել կամ մեկ անգամյա գործողություն չի եղել, մոտ 10 տարի տևել է, կամ ամերիկյանը եւ այլն։ Այսինքն հեղափոխություն ասելով ավելի շատ նկատի ունենք այն փոփոխությունները, որը պետք է իրականացվեն իշխանության գալուց հետո։ Ես էլ ավելացնեմ ամեն դեպքում հարցը շատ կարևոր եմ համարում, որովհետև մեզ հնարավորություն է տալիս նաև պարզաբանելու թե ինչու հենց հեղափոխություն։ Ես օրինակ իմ ելույթի ընթացքում խոսեցի, որ դպրոցներում սովետական ժամանակներից սկսած պատմության առարկայի շրջանակներում քարոզվել է, սովորեցվել է սերունդներին, որ Հայաստանը փոքր է, թույլ է եւ հույսը պետք է դնի մեծ պետության վրա, գործի իր շահերի ծիրում եւ չի սովորացվել, որ մենք ունեցել ենք հաղթանակներ եւ այդ հաղթանակների ձևը բանալին չի սովորացրել։ Այսինքն հեղափոխություն օրինակ պետք է կատարվի կրթության ոլորտում։ Շատ հարցեր պետք է փոխվեն, որպեսզի այդ կրթությունը ծառայի անկախության կերտման գաղափարին։ Եվ ցանկացած ոլորտ, որի հետ մենք առնչվում ենք եւ այս տեսանկյունից ենք նայում, այդտեղ պետք է կատարել հեղափոխություն։ Նույն օրինակ պաշտպանության ոլորտում։ Այս մարդիկ կռվել են շատ ժամանակ նաև առանց ռազմական գիտելիքների, փորձի, բայց նրանք գտել են հաղթելու ձևը, գտել են կռվելու ձևը։ Փոքր խմբերով կարողացել են մեծ խմբերին վախի մեջ պահել, վնասներ հասցնել եւ ստեղծել են մոբիլ բանակ։ Եվ այդ մոբիլ եւ շատ էֆեկտիվ բանակը հաղթեց մեծականակ ադրբեջանական բանակին։ Սակայն այդ տակտիկան, այդ ձևը, որը հենց մեր փորձից բխեց, մարդիկ
ոտքի վրա, նաև իրանց միգուցե պատմական հիշողությունից ելնելով կարողացան վերագտնել եւ իրագործել, այդ փորձը չդասավանդվեց մեր ռազմական ակադեմիաներում։ Մենք չսարքեցինք դամերը, չխորացրեցինք, հիմքերի վրա չդրեցինք եւ վերադարձանք կամ շրջվեցինք դեպի սովետական բանակի համակարգ, իսկ Ադրբեջանը այդ նույն տակտիկան, այդ նույն կռվելու ձևը ընդօրինակեց, որովհետեւ ջարդվել էր, պատժվել էր իր սխալների համար, ընդօրինակեց եւ նույն ձևով հաղթեց մեզ։ Փոքր խմբերով թափանցեցին թիկունք եւ այլն եւ այլն։ Այսինքն հեղափոխություն պետք է անել պաշտպանության ոլորտում, ցանկացած ոլորտում այդ հեղափոխությունը, այսինքն արմատական փոփոխություն է նշանակում հեղափոխություն։ Այս բառի իմաստը եւ այդ արմատական փոփոխությունները պետք է հասկանանք ինչու են կայանում, ձևակերպենք, որպեսզի նրանք ծառայեն պետության, անկախության կերտման գաղափարին, եւ դա շատ երկարատև process է, դրա համար կուսակցության անունը որոշել ենք ազգային հեղափոխություն կուսակցություն։ Այսքան է երևի։ Երկու բանը ես ամեն դեպքում ասել, տղաները ասացին նրա մասին եւ ռեպսիմեն այսքան ոչ միայն տղաները կներեք, թե մենք ինչ նկատի ունենք հեղափոխություն ասելով, բայց ես ձեր մտահոգությունը հասկանում եմ։ Այո, եւ դաշնակցությունն է այդ բառը փաստացի, այսպես ասած, վարկաբեկել։ Մինչեւ եթե հիշեք, իդեպ սովետական միության մեջ էր այդ բառը արդեն վարկաբեկված, ես էլ մի քիչ սովետական միության մեջ ապրել, ինչքան գլուխ տարել են ռևոլյուցիա, հիմա էլ Նիկոլ են 18 թվի օրինակով այդ բառը վարկաբեկել, բայց այստեղ ամեն դեպքում բացի ամենից մենք իհարկե քննարկել ենք, եղել են եւ կողմ կարծիքներ եւ դեմ կարծիքներ, մի հատ ուրիշ խորքել կա այստեղ, որքան էլ նույն դաշնակցությունը այդ բառը վարկաբեկած լինի, ամեն դեպքում մենք պատմական ժառանգություն ենք տեսնում, մենք ուզում ենք շարունակող լինել մի պատմական շղթայի եւ պատմական շղթայի մեջ այն ինչ որ կոչվել է 19-րդ դարի վերջում հայկական հեղափոխություն, այսինքն դա մեր ազատագրական պայքարն է այդպես կոչվել։ Այն ժամանակ նաև ազգային ազատագրական պայքարներն էին հեղափոխություն կոչվում։ Այն ինչ որ այդ զինված պայքարը Օսմանյան կայսրության մեջ ոչ միայն զինվածը, դա կոչվում էր հայկական հեղափոխություն եւ դա արժեք էր։ Դա հիմա կիսամոռացված եւ դաշնակցության անունը իրականում այդտեղից է գալիս, անկախ նրանից թե հետո ինչ է եղել դաշնակցությունը, բայց հեղափոխությունը դա էր։ Եվ այդ գաղափարները, դրանք դա նաև գաղափար ուներ, դա գալիս էր Միքայել Նալբանդյանի եւ Ռաֆու այն ժամանակ հիմնականում այդ երկուսի գաղափարներով էր ձևավորված այդ շարժումը հեղափոխական, որտեղ ուրիշ հեղափոխական գաղափարախոսներ այն ժամանակ հայկական միջավայրում չկային, բոլորը հակահեղափոխական էին, այսպես է տարբերձի, բայց նա Միքայել Նալբանդյանը եւ Ռաֆին դա ձևակերպեցին եւ հետագայում ստեղծվեցին այդ կազմակերպությունները եւ սկսեցին դա իրականացնել եւ դա կոչվեց հայկական հեղափոխություն եւ այդ որոշակի ժառանգական կապը հատկապես օրինակ ես կուզենայի որ Միքայել Նալբանդյանից սկսած եւ հետո իհարկե գալիս է արդեն Գարեգին Նժդե եւ մյուսներ, բայց այդ երկուսը հիմնադիր են։ Ես ուզում եմ որ մենք վերականգնենք, մենք հիմա չենք հասնում ցավոք սրտի դա շատ ներկայացնել, բայց դա էլ է կարևոր, որ մենք օդի մեջ չենք գործում, մենք այսպես լրիվ sense բանից չենք իջել։ Մենք որոշակի պատմական շղթայի շարունակող ենք ուզում լինել։ Դրա համար այդ օրինակը իմ համար բավականին կարևոր է, որը ես կարծում կարող ենք ժողովրդին բացատրել, որքան էլ անընդունելն է բառը կարելի է բացատրել, որ այստեղ այսպես շերտեր կան այս բառի մեջ։ Այսքան է երևի իմ կողմից։ Երևի առաջի անգամից հենց լսել եմ մեր ապագա կուսակցության անվանումը, դա միշտ իմ համար մտորումների առարկա է, շատ խորը մտահոգված եմ ու երևի 100 չէ 99%-ով լրիվ ոնց որ համամիտ եմ մեր բարոնի հետ ճիշտ է ձեր հիմնավորումներն լրիվ ընդունելի ես որպես ձեր ինձ համար ու եղբայր համաձայն եմ հիմնավորումների հետ, բայց վերջին նախադասությունը շատ կարևոր է, ժողովրդին բացատրել շատ դժվար է դա։ Եվ ես որպեսզի շատ չխորանանք այդ իմ մտավորում ես որոշ կոմբինացիաներ իմ ուղեղի մեջ միշտ պատտել եմ այդ ժամանակվանից սկսած երևի վերջի ինչքան է 4-5 ամիս, հա, ես ինչ իմացել եմ այդ կուսակցություն։ Ես առաջարկում եմ այսպեսի մի կոնսենսուսային տարբերակ։
ազգային հեղափոխություն չէ, ազգային միաբանություն, կոնսենսուս, մտածել եք եղել Արտաշես Գեղամյանը միաբանություն, կուսակցություն։ Ժողովուրդը դրա վրա ավելի ակտիվ կլինի, քան Գարեգին ջան, Արտաշես Գեղամյանը ժամանակին վերցրել ազգային միաբանությունը փչացրեց։ ներողություն գրանցված է։ Հայաստանում բոլոր լավանումները վերցրել գրանցել Չէ, եկեք մի քիչ խորանանք։ Մի հատ ես մարտական միաբանություն ավելի հնչյունա եւ ավելի գեղեցիկ։ Մի հատ ես այդ դեպքում առաջարկ ես էլ անում, Ժողովուրդ ջան, քանի որ նախ կուսակցություն դեռ գրանցված չի, ամեն դեպքում մենք դեռ պետք է իրեն ստեղծենք։ Կարող է եւ ունենք, հիմա այդ չի ականը։ Հարցը հետեւյալն է, քանի որ այդ կուսակցության մեջ բարձր մենակ մենք չենք լինելու, ինչքան որ կանք մարտականում, այլ մարդիկ են լինելու։ Ի վերջո մենք կարանք որոշենք այդ արդեն ավելի լայն կազմով, քննարկենք նորից, դե վերջը դոգմա չի, հա մենք հիմա այս կազմով որոշել ենք, որտեղ այս կազմով ենք եղել։ Ավելի լայն կազմով կնստենք, կմտածենք եւս մի անգամ բոլոր փաստարկները բան կանենք, բայց իհարկե դժվարությունը կա։ Հազարը լավ անունով բան արդեն գրանցված է, բայց էլի կարելի է տարբերակներ գտնել, այդտեղ բարձր դոգմա չի։ Ես չգիտեմ օրենքի բայց տեսակետից ոնց է, եթե արդեն պետք է ազդարարին հայտնենք, էլ չենք կարա փոխենք։ Դեռ ամեն ինչ կա։ Դե վերջուրեմ ավելի լավ։ Քանի որ այդ հարցը մի հատ չի, երկու հատ չի, էլի այդ մարդիկ եղել, որտեղ ուղղակի այդ լուծումը այդպես է, կնստենք լայն կազմով, կքննարկենք, բոլոր փաստարկները կնայենք, մենք էլ կարող ենք գանես լավ անուն առաջարկի, որ քննարկելու կարիք չունի, ասենք վերջ էտա։ Լալային է։ Ազատների միաբանություն։ Հարց չկա, Ժողովուրդ։ Հավաքվենք մեր գրասենյակում, օր նշանակենք, ով որ հետաքրքրված է, հավաքվենք իրոք հավեսով քննարկենք։ Իսկականից դա դոգմա չկա, էլի։